եթե ՀՑԿ-ն որոշի, որ պետք է զրկի հեցին լիցենզիայից, որն է լինելու ձեր քայլերը եւ ինչ է դրանից սպասվում։ Եվ տեղեկություններն ասել, որ Ռոմանոս Պետրոսյանը դրանից ամեն դեպքում կհեռանա եւ գլիք վերադառնա ՊՊՑ, չգիտեմ, հետո կդառնա կառավարություն, ընդհանրապես ինչ ճակատագիր սպասում հեցին։ Առաջինը 0.2 դրամի հետ կապված ձեզ ասեցի 3.6 միլիարդը այս պայն 1.6 միլիարդը մոտավորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում ենք 3 ամիս մոտավորապես 1.2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1.2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Պատկերացիք, то есть տարվա կեսը փաստացի, տարվա կեսին այսքան շահույթ ես ունեցել եւ ունեցել ես այսքան կիլովատ բնակության ծախս։ Դա նշանակում է նա բաժանել նրան։ Իրենք վերցրել են տարվա մոտավորապես 5.6 միլիարդն են բաժանել ամբողջ բնակության, ամբողջ մեր ոչ միայն բնակության, ամբողջի ծախսը, որի արդյունքում ստացել են իրենց ասած 0.5-ից ավել անում միանշանակ, որից հանել են այն սուտը, որ բռնվեց, այսպես ասած, որ մենք իբրև թե ներդրումային ծրագիր ենք տարել, որի արդյունքում պետք է թանկանա։ Չէ, իրենք ինչ են ասում, ասում են մի կողմից ասում են էժանացրեք, մյուս կողմից բերել են մի հատ ծրագիր, որի արդյունքում թանկանալու է։ Այդ ձայնագրության մեջ բարձ լսվում է, ես ինչպես եմ ասում, ընդհանուր մեր հաշվին, այսինքն մենք այդ թանկացումը կանխելու ենք։ Հիմա այդ պարագայում արդեն 0.3-ն էլ եթե գումարվում է, իրանց ասած 0.2 դրամը ուղղակի սուտ է։ Ինչքան է դառնում։ Դե ասեցի, մոտավորապես 3 դրամ ամբողջ բնակության համար։ Հիմա արդեն հաշվի առնելով, որ 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, իսկ բնակության ծախսը 1.6 միլիարդ, այդ դեպքում 7.2 միլիարդը պետք է բաժանել 1.6 միլիարդ։ Հիմա իրանք ուզում են այդ տեղեկությունները շատ են, որ պահեն կամ պոպուլիստական քայլ անեն։ Իհարկե, ինչ որ արել են անցած տարի։ Գազի, ես մի առիթով ասել եմ, գազի Գազպրոմ Արմենիան դոլար դրամ ժամանակին պայմանագրի կնքման արդյունքում դոլար դրամի տարբերության արդյունքում մոտավորապես 20 միլիարդ դրամ փող ուներ։ Հիմա հարցրեք, որ հանդիպեք, ասեք ուր է 20 միլիարդը։ Ինչի այդ 20 միլիարդից գումարը բերեցիք, որպեսզի 25 թվականի փետրվարի 1-ին զսպեք սակագնի աճը։ Եվ մյուս գումարն ինչ եք անելու։ Ես համոզված եմ, որ ընտրություններից առաջ հաշվի առնելով, որ բոլոր մեթոդների դիմելու են, բոլոր, որ իհարկե կարող կարճաժամկետ լինի իրենց համար։ Դիմելու են, որպեսզի բերեն այդ գազից, տեղից, որտեղից ուզում ա լինի, ինչքան գումար ուզում ավելացած լինի, բերեն սակագինը իջացնեն, ասեն, տեսեք, մեր կառավարիչն եկավ, սակագինը իջավ, ընտրեք մեզ։ Իսկ Հեցի լիցենզիայի զրկելու մասով դուք եք, չէ, երևի ոնց որ դուք եք հարցում արել նիստի դահլիճի հետ կապված։ Ճիշտն ասած, այդ ինֆորմացիան մենք էլ ունեինք, որ ինչ որ փոքր դահլիճում են ուզում անել, չենք ուզում ուղղակի հրապարակել, սպասելով տեսնենք ինչ կլինի։ Ես անցյալ անգամ առաջարկեցի, եթե դահլիճի խնդիր ունեն, մենք պատրաստ ենք մեծ դահլիճ տրամադրել, որովհետև չեմ ուզում 100% ասել, բայց իմ ինֆորմացիայով քաղաքացիներ իրավունք ունեն լինել այդ նիստին։ Այսինքն բոլոր շահագրգիռ կողմեր, այնտեղ հանձնաժողովում հավատարմագրված ՀԿ-ներ կան, որը էլի զրոյացրեցին, այսինքն 4 ՀԿ, եթե չեմ սխալվում, տարեկան բյուջեից գումար են ստանում, հավատարմագրվում են սպառողների պաշտպանություն, կոնկրետ էներգետիկայի մասով։ Հիմա եթե կառավարությունը դա նախաձեռնեց, նշանակում է ՀԿ-ները չէին աշխատում։ ՀԿ-ները մեր հետ բազմաթիվ անգամ աշխատել են, բոլոր հարցերը փորձել են լուծել։ Այսինքն այդ նիստը պետք է լինի բաց, ընդլայնված եւ առանց ժամանակի սահմանափակման։ Մեր պահանջը դա է։ Ես էլ ձեզ եմ վստահում, հաշվի առնելով ձեր ճնշումը եւ ունակությունները, կարծում եմ այո կանեն, թե չէ չէին անելու, իմ կարծիքով։ Ինչ վերաբերում է լիցենզիայից զրկելուց հետո կառավարչին, լիցենզիայից զրկելուց հետո այնտեղ 3 ամսյա ժամկետ կա բանակցություններ սեփականատիրոջի հետ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ իրավունք ունի կառավարիչ նշանակելու, անգամ նույնին վերանշանակելու։ Ես անցած անգամ հայտարարեցի, որ իրեն շատ լավ է զգում կառավարիչը իր հանուն Հայաստանի Հանրապետության 6 թե 7 անգամ ավել աշխատավարձ է ստանում եւ շատ հարմարավետ է զգում, բայց երկրորդ սցենարը իմ չէ, սեփական Կարապետյանը, հա։ Ես իշմեք մի անգամ հարցրեցի։ Չէ, գլխավոր տնօրենը աշխատավարձ է ստանում, ուղղակի ումից է ստանում, վայր մի անգամ հարցրեց, ասես դուք միլիարդ հատերեք, ասի Աստված ձայնդ լսի։ 5 քանի միլիոն։ Դե արդեն հրապարակված թիվ է, բայց 690 թե 790 հազար ստացել է
այդ նախին պաշտոնում ինչ էր, այն որ պետք է հսկեր ամբողջ հանրապետության պետական այո, որպեսզի կոռուպցիա չլիներ։ Դե թող բարձրացնեն, հավասարվեն իրար։ Նկատի ունեմ, եթե երկրորդ սցենարը գործի իրեն նորից տանեն ՊՎՑ, համոզված եմ, որ ով էլ նշանակվի լինելու է իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր վերահսկողության տակ է լինելու եւ հեծը միևնույն է ինքն է։ Դուք համարում եք, որ ճակատագիրը այդպես անորոշ կմնա։ Ես անցած անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, հաշվի առնելով, որ հանձնաժողով, գիտեք, ախր հանձնաժողովի նախագահը մոռանում է, որ տարի ու կես եղել է հանձնաժողովի անդամ։ 19-20 թվականի նոյեմբերին է դուրս եկել, Կոտայքի մարզպետ է դարձել։ Անցյալ օրը հանձնաժողովի նախագահին ասում են, լավ, բա այս 4-5 տարվա մեջ այդ որ եւ ինչպես ասեմ, պեկնել է տվել զորայական տեղական ստուգումից հետո։ Մեզ անգամ այդպիսի գովասանագիր են տվել, որ եթե չեմ սխալվում, որ մենք լավ հարկ վճարող ենք։ Եվ հանձնաժողովն էլ որևիցե ձևով, որևիցե իր այսպես ներդրումները ընդունելով մյուսով հաստատել է, որ հիմնարկը աշխատում է նորմալ։ Հիմա այս պարագայում իրեն հարց են տալի, ասում են, բա ինչպես եղավ, բա նախորդ հոսպոդեյս ինչ անեմ, ես իմ համար եմ պատասխան տալի։ Իմ ջանց ես ասեմ, հանձնաժողովի մնացած 4 անդամները, ընդդիմադիր անդամը հանած, ընդդիմադիր անդամը, եթե չեմ սխալվում, 4 տարի աշխատում։ Մնացած անդամները 18 թվից աշխատում, 18-ի վերջից։ Այսինքն ինքը իր գոլեգաներին, այսպես կներեք հազար անգամ իրեն մեջտեղից ամբողջ պատվերը ինքն է կատարում անձամբ, ի սկզբանե կատարել։ Իր գոլեգաներին հանում է, իրեն հանում է արանքից մեղադրելով գոլեգաներին։ Խնդրում եմ բացատրեք, ինչ ասել է հեծին լիցենզիայի զրկել։ Դրանից հետո ինչ process է նախատեսվում։ Դա եմ ասում, 3 ամիս բանակցություններ, եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, արդեն պետությունը նախապատվություն ունենալով որպես գնորդ լինելու, կամ ինքը կարող է գնել, կամ կարող է օտարել այլ կազմակերպություն։ Այսինքն դաշի կապիտալ չի լինի, այս կառավարման ընկերությունը։ Եթե իրենք մնան, չի լինի։ Այսպես պատասխան։ Բայց արբիտրաժային վեճի փուլում գտնվող ընկերության վերաբերյալ լիցենզիայի զրկելու որոշումը իրավական առումով օբյեկտիվ է, այսինքն հնարավոր։ Տեսեք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր ունենք, Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ազգային ժողովի падգամավորների բողոքը։ Ընդհանրապես նորմալ երկրներում, եթե Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում, անգամ եթե հայցի ապահովում չկա, այսպիսի գործողություններից ձեռնպահ են մնում։ Լավ, պատկերացրեք, վերցրեցին 3 ամիս էլ սեփականատիրոջ հետ ոչ մի բանակցություն արդյունք չտվեց, իրենք որոշեցին օտարել Պետրոս Պետրոսյանին կամ ինչ որ կազմակերպության, չնայած խոսում են մեր ճշնամի պետության հետ կապ ունեցող ինչ որ կազմակերպությունների մասին, չեմ ուզում հավատալ իհարկե։ Բայց որ Սահմանադրական դատարանը վերջում որոշում կայացրեց, որ այն օրենքը էներգետիկայի մասին փոփոխությունները հակասահմանադրական են, ինչ են անելու։ Լավ, մտածում ա մեկը դրա մասին։ Հավատում եք այն վարկածին, որ ճշնամի պետության հնարավոր է վաճառեն այդ։ Ես ասեցի լսել եմ, բայց չեմ հավատում։ Չեմ ուզում հավատալ, այսպես ասեմ։ Պարոն Ղազարյան, խոսենք նաև 3 օր առաջ Դաշի կապիտալի կոնֆերանսներ կայացվեց դիմումի մասին։ Ուզում եմ հասկանալ, եթե այս անգամ այն արվեց դիմումը հետագա քայլերի ինչպիսին են լինելու, արդյոք քայլեր դիմել են։ Մեզ համար այս պահին շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի ժողովուրդը ճիշտը տեսնի։ Գիտեք, տարիներ շարունակ այսպես միայն եւ միայն ձեր միջոցով է ինչ-որ բան տեսել։ Իշխանությունը մատը մատին չի տվել ճիշտը ցույց տալու համար։ Մենք ժողովրդին ուզում ենք բացատրենք, որ սա է եւ ինչի համար ենք պայքարում։ Այսինքն, եթե լավ, ինչ որ բացատրություն պետք է լինի, ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Չեն պատկերացնում, հաշվի առնելով իրենց հեքիաթների, այսպես հորինելու ունակությունը կարող են մի բան հորինել, բայց խելքին մոտ ոչ մի բան չեն կարող հորինել, որ չիջեցնեն։ Էլ չեմ ասում շուկայի այդ շուկա ստեղծած ինչի համար են ստեղծել, կլինեն քրեական գործերով ինչքան ստացավ, ինչի համար ստացավ, ինչի բերեցին էներգետիկայի ոլորտից այդքան գումար հանեցին, որը կարող էր լուրջ սակագին զսպել։ Այդ ամբողջը քննության առարկա պետք է լինի։ Այսինքն գրեթե վստահ եք, որ չեն կարող դիմել։ Չէ, ես ինչ որ բան տրամաբանություն ունեցող պատճառ չեն կարող գտնել մերժելու, իսկ անտրամաբանական ինչքան ուզեք։ Պարոն Ղազարյան, տեսեք, իշխանությունը մասնավորապես Ռոման Պետրոսյանը ու այլ քաղաքական
պատգամավորներ իրենց քարոզչությունն այն համատեքստում են, որ հեծը այդ վարչական վարույթի ավարտի ընդառաջ է այս հայտարարությունները անում ու դες մեղադրում են մարդկանց աչքերին թոս փչելու մեջ եւ մանիպուլացնող հայտարարություններ անելու։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ այս քարոզչության վերաբերյալ իշխանության։ Ուղղակի էլ դուք անցած անգամ ասացիք, որ քաղաքական պատվեր կա եւ վարչական վարույթի որոշումներն լինելու, որ լիցենզիայից զրկվում է։ Ես ուզում եմ հասկանալ, եթե լիցենզիայից ամեն դեպքում հեծը զրկվում է, ինչ որ կոլապս առաջանալու է, դա ենթադրում է, որ կարող է քննիը առաջանալ, թե ոչ։ Կոլապսը մի քիչ կարող է կոպիտ է ասված, բայց այսօր արդեն ես հեծի գործունեության այդ վատթարացումը տեսնում եմ։ Լինելով 20 տարի համակարգի մարդ, տեսնում եմ վատթարացումը, ավելի է վատանալու համոզված եմ, աստվածտասխալվեմ, որովհետև ես չեմ ցանկանում մեր ժողովուրդը այսպես իրանց նյարդերով, առողջությունով, ամեն ինչով վճարի ինչ-որ մի փոքրիկ խմբակի կատարած գործողությունների համար։ Աստվածտասխալված լինեմ, բայց հաշվի առնելով իրենք ինչպես են կառավարում պետությունը, կարծում եմ, որ ստեղ են նույնը կառավարելու ավելի վատ։ Երկրորդը քաղաքական պատվերի մասին հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց հեծը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ։ Դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր։ Միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու։ Դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարությունը հաղորդում ներկայացվեր։ Դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավար։ Այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Եվ այսօրվա գործունեությունը։ Հանձնաժողովի նախագահը ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, ես բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Վախումա չէ, փաստորեն։ Որովհետև չի մտնում իրականում տնօրենների խորհրդի ստացած գումարը սեփականատերը տնօրենների խորհրդի ինքն է ձևավորում, ինքն էլ վճարում է։ Այդ ոչ մեկ չի կարող արգելել։ Բայց երբ որ հարցնում ասում են գլխավոր տնօրենի աշխատավարձը դուք եք սահմանում, ասում չէ, ես չեմ սահմանում, ես ընդհանուր աշխատավարձային ֆոնդ եմ սահմանում։ Այս երկակի ստանդարտները ասենց ինքնա ոչնչացումով երիտասարդ տարիքում լավ ինչ են զբաղվում։ Ինչի Վերջերս հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մի պատմամբ հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես նշում էր, որ հեծի նախկին կառավարիչները մեքենայությունների միջոցով արհեստականորեն նվազեցրել են էլեկտրաէներգիայի բաշխից ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշները, դրանք փորձելով տեղավորել ՀՑԿ-ի կողմից պահանջների մեջ։